Համագործակցության նոր եւ խոստումնալից հորիզոններ հայ եւ ռուս գործարարների համար։ Մեկնարկում է տարածաշրջանում ամենախոշոր Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2012 5-րդ հոբելյանական արդյունաբերական ցուցահանդեսը։ Այն անցկացվում է Multigroup կոնցեռնի եւ Zarubež Expo ընկերության համատեղ ջանքերով։ Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի ցուցահանդեսի բացմանը Multigroup կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցում։ Այս տարի ի թիվս բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի այստեղ է նաեւ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը նշում է, արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերն ամրապնդելու եւ երկու երկրների բազմաթիվ ոլորտներում առկա ներուժը լավագույնս օգտագործելու համար։ Уважаемые дамы и господа, дорогие друзья, гости и участники. Հարգելի հյուրեր եւ ցուցահանդեսի մասնակիցներ, ես շատ ուրախ եմ, որ այսօր դուք կրկին այստեղ եք։ Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացնում ենք այս ցուցահանդեսը։ Այն արդեն ավանդական է դարձել։ Ես շատ ուրախ եմ, որ այս միջոցառման հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, աստիճանաբար ընդլայնելով մասնակիցների կազմն ու աշխարհագրությունը։ Նմանօրինակ միջոցառումները լավ հարթակ են միմյանց հետ շփվելու, ընկերանալու եւ գործնական նորանոր կապեր հաստատելու համար։ Սա նաեւ լավ հնարավորություն է ամրապնդելու ոչ միայն մեր երկու երկրների տնտեսական ու քաղաքական, այլև բարեկամական ջերմ ու անկեղծ հարաբերությունները, որոնք գալիս են դարերի խորքից։ Ես իմ կողմից խոստանում եմ, այս ցուցահանդեսը շարունակական է լինելու եւ ես մշտապես աջակցելու եմ ձեզ։ Ոչ միայն նոր կապեր ու ծանոթություններ տարբեր ոլորտներ ներկայացնող հայ եւ ռուս գործարարների միջև, այլև կոնկրետ ծրագրեր ու գաղափարներ առաջիկայի համար։ Հայաստանի եւ Ռուսաստանի 30 մարզերի ավելի քան 100 ձեռնարկություններից շատերն այս ցուցահանդեսի արդեն մշտական մասնակիցներից են։ Ոմանց համար էլ սա միմյանց հետ շփվելու առաջին հնարավորությունն է։ Նախաձեռնության հեղինակներն ուրախությամբ են արձանագրում։ Մասնակիցների տարեցտարի ավելացող քանակն ու առևտրաշրջանառության ծավալների աճը ցուցահանդեսի հաջողված լինելու լավագույն վկայությունն են։ Это традиционное мероприятие является площадкой. Ավանդական դարձած այս միջոցառումն այն հարթակն է, որտեղ փոխշահավետ կապերի հաստատումը, նոր գաղափարների առաջացումը եւ գործնական ծրագրերի իրականացումը ստեղծում են մրցակցության դաշտ, ուստի նաեւ համագործակցություն։ Անշուշտ յուրաքանչյուր ձեռնարկություն, ինչպես նաեւ դրանք ներկայացնող երկրները, իդեմս Հայաստանի եւ Ռուսաստանի, ունեն տարբեր հնարավորություններ, տարբեր շուկաներ, տարբեր գործընկերներ։ Մեկտեղելով եւ համադրելով այդ ամենը կարելի է հասնել ավելի մեծ ձեռքբերումների։ Իսկ տնտեսության բնագավառում յուրաքանչյուր ձեռքբերում նշանակում է առաջընթացի եւս մեկ քայլ, զարգացման եւս մեկ խթան, ինչն ի վերջո հանգեցնում է երկրի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Я хочу вас всех поприветствовать. Ցանկանում եմ բոլորիդ ողջունել այս հիանալի միջոցառման բացման կապակցությամբ։ Միջոցառում, որը համոզված եմ իր շոշափելի ավանդն է բերում հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Ցուցահանդեսը նպատակ ունի նոր լիցքեր հաղորդելու եւ ընդլայնելու տարածաշրջանային կապերը մեր երկու երկրների միջև։ Ուրախալի է, որ այս տարի ցուցահանդեսը առավել մեծ թվով մասնակիցներ ունի, ընդլայնվել են նաեւ ներկայացված ոլորտները։ Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան հյուրերի ուղեկցությամբ շրջում է յուրաքանչյուր տաղավարով, ծանոթանում երկու երկրների առաջատար ընկերությունների նորարարական ձեռքբերումներին, էներգետիկայից եւ մետալուրգիայից մինչեւ մեքենաշինություն, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտից մինչեւ նավթի եւ գազի արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կրթություն եւ բժշկություն։ Երևանի Արարատ կոնյակի գինուղու կոմբինատը ցուցահանդեսի մշտական մասնակիցներից է։ Կրեմլի միակ պաշտոնական մատակարարն այս տարիների ընթացքում շատերին է հասցրել հիացնել հայկական ազնվագույն կոնյակի անմոռանալի բույրով։ Հենց կոմբինատի տաղավարում բարձրացված բաժակներով էլ հյուրերը ցուցահանդեսի մասնակիցներին երկարատև ու արդյունավետ աշխատանք են մաղթում։ Երկու օր շարունակ հայ եւ ռուս ձեռնարկատերերը միմյանց հետ շփվելու եւ գործնական կապեր հաստատելու բացառիկ հնարավորություն կունենան։ Թե նախաձեռնության հեղինակները եւ թե մասնակիցներն են համոզված, ցուցահանդեսի դրական պտուղներն իրենց երկար սպասեցնել չեն տալու, քանի որ միջոցառմանն արդեն հաջորդելու է երկարատև համագործակցության եւ փոխշահավետ աշխատանքի շրջանը։ Վարդուհի Մելտոնյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։